Իդեպ ստեղ մի հատ անհասկանալի բան կա, չհասկացվածություն, բայց նախ ուզում եմ խնդրեմ լսարանին ակտիվ լինեն քվեարկեն, որտեվ եթե 568 քվեարկողից 10%-ը Էդմոնն է քվեարկել, այդ կատաստրոֆա է մեր լսարանում։ Դե ոչինչ, մի մարդիկ տենց են տեսնում։ Էսի չոտկի կատաստրոֆա է, Ժողովուրդ ջան, ես համարում եմ իրոք կատաստրոֆա։ Չէ, ես ծանր եմ տանում, ոնց 57 հոգի Էդմոն Մարուկյանն է, ասենք, այսինքն տենում ու մեզ նա շարունակում է նայել։ Կարող է նայում են այդ 57-ը։ Բան չասեցի, ուրեմն ստեղ անուններ են գրել, իդեպ ես կթա, օրինակ իմ վարչապետի իմ անկալելի տեխնացու, օրինակ Արմեն Աշոտյանը կարա լինի։ Ես օրինակ կուզեի Արմեն Աշոտյանը լիներ վարչապետի տեխնացու։ Չէ, խոսքը իմպիչմենտի մասին չի մենակ, ընդհանրապես եմ ասում։ Դե մենք սա հիմնական իմպիչմենտի համատեքստում։ Բայց քանի որ մարդիկ ստեղ մտել են անուններ են գրել, իդեպ Աշոտյանի անունն են շատ գրել, Քոչարյանի անունն են գրում, անգամ Սերժ Սարգսյանի, Հրանտ Բագրատյանի, Միքայել Մինասյանի, Էդգար Ղազարյանի, մի խոսքով բոլորի անունները գրեթե գրել են ովքեր որ կարան հավակնել։ Ռուբեն Վարդանյանի, հա, ու հարցնում են ինչի եք sense դրել, բան Ժողովուրդ ջան, սա դրել ենք մենք մի հատ disclaimer անենք, նախ նորից խնդրում եմ ակտիվ քվեարկել, երկրորդ այն պատճառով ենք դրել, որովհետև օրինակի համար Էդմոն Մարուկյանը առաջադրված փաստացի թղթի վրա գրված տեխնացու է, Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի կողմից այս մարդը առաջադրվել է այլևս փաստ է իմպիչմենտի իրանց նախընտրելի տեխնացու Վահան Բաբայանը ինքը իր կուսակցության անունից առաջարկել են կուսակցությունով որ քանի որ Էդմոնն է տեսել են աղետը հա որ աղետի առաջ են կանգնած որը մի շաբաթ առաջ Էդմոնն ասում էր ինչ իմպիչմենտ էսի անում են որ Քոչարյանին խփեն հիմա դարել է իմպիչմենտի կարևորությունը գիտակցող մարդ իդեպ տես վիդեո են սարքել դրել շատ խնդալու էր այդ վիդեոյում Էդմոնը ու մի շաբաթ հետո Նագալեսյան Նարեկի մոտ էր եղել մի շաբաթ հետո ինքը լուրջ հիմնավորում է թե ինչքան կարևոր է իմպիչմենտը Միջովետ ասում էր որ դա հենց անում են որ Քոչարյանին շարքից հանեն էս էր ասում հիմա ասում է որ ախպեր ջան Իմպիչմենտը հենց այն գործիքն է, որը պետք է կիրառել եւ միակ գործիքն է, որով որ կարելի է հասնել հաջողության եւ ես տեխնացու եմ եւ ես շատ լրջորեն տրամադրված եմ լինել Նիկոլին Այլանդրանք։ Եվ տեսնելով այս մարդիկ առաջարկել են ասել են ախպեր ջան մեր կուսակցության առաջնորդի բանը դրեք տեխնացությունը կան առաջարկում ենք դնել քանի որ Էդմոնն է թե ձեր կմարտի ասում եմ էսա մերն էլ իդեպ Վահան Բաբայանը մի քանի ամիս առաջ ինքն ասում էր որ ինքը վարչապետի տեխնացու է ինքն իրան առաջադրում լուրջ հա դե մենք կուսակցության ղեկավար է ինքը բայց երբ ինչ համատեքստում առաջադրում ասում եմ մենք մեր կուսակցության վարչապետի տեխնացուն ես եմ ախպեր ընտրություններին մասնակցելու եք վարչապետի տեխնացուն լինելու եմ ես Ունդեղ մարդկանց այդ հանդիպումներ էր դնում, լայվեր էր մտնում որպես վարչապետի տեխնացու, այսինքն ես չի որ Վահան Բաբայան չէր ուզում ինքը դա ու էսի զարմանալի էր։ Մարդիկ տենում են Էդմոնն, ասում են ախպեր ջան, դե որ Էդմոնն է, ուրեմն ես էլ կգամ ինձ առաջադրեք, եթե պետք է Էդմոնն լինի ձեր տեխնացուն։ Դրա համար ենք սա դրել եւ նա ասա նաեւ ցույց է տալիս։ Հա, նես չի որ, այս շատ կարևոր դիսկլեյմեր, այսինքն նես չի որ մենք համարում ենք որ իրանցից մեկը պիտի լինի Ճիշտ հասկացեք։ Քանի որ ուղղակի այս շաբաթ հաջորդ շաբաթ եթե օրինակ չգիտեմ հայտնվեն ուրիշ տեխնացուներ իրանց էլ կդնենք, մենք հասկանանք մարդիկ ում են ավելի շատ կողմ։ Ինչի չենք դրել օրինակ Ռոբերտ Քոչարյանի կամ Արմեն Աշոտյանի կամ Սերժ Սարգսյանի կամ Էդուարդ Շարմազանովի կամ Ռուբեն Վարդանյանի կամ չգիտեմ ում էլ ձեր մտքով որ կանցնի, որովհետև այդ մարդկանց կողմից այս փուլում այդ հայտը չկա։ Հասկանում եմ որ գլոբալ առումով գուցեև կա օրինակ երկրորդ նախագահի մոտ, որովհետև ինքը տենց չի ասել որ չի հավակնում ըստ այդմ ենթադրում որ հավակնում հայտ ունի երկրորդ բայց այս պահին ասել թե տեսնում եք իրան թե չեք տեսնում կարծում եմ արդիական չի որտեղ մենք հələ չգիտենք ինչա կատարվում բայց եթե օրինակ իմպիչմենտի համատեքստում լինի Հայաստան դաշինքից առաջադրված ինչ որ տեխնացու, այդ թվում երկրորդ նախագահ, իհարկե մենք դրա մասին էլ կանենք առանձին հարցում։ Իդեպ արի անկեղծ լինենք, նաև այն մարդկանց հետ ովքեր հիմա տակը գրում են Քոչարյան խիչ եք գրում, Ժորժ ջան, Ռոբերտ Քոչարյանի տեխնացությունը առաջադրելու լրիվ հնարավորություն ունեն իր առաջնորդած դաշինքի падգամավորները։ Հետաբար այդ մեզ մի հարցրեք, այդ հարցրեք այդ падգամավորներին, թե ինչի չեն առաջադրում Ռոբերտ Քոչարյանի տեխնացությունը մենք դրել ենք այն ինչ որ այս պահի դրությամբ կա հետեւաբար դա ունի շատ կոնկրետ պատճառ որ դիսկլեյմերը լինի բարձր լինի հասկանանք մյուս մասը հիմա մի հատ բարձ այդքան որ Էդմոնից էլ խոսեցինք մի հատ վիդեո կա որի վրա խնդալուց մեռել եմ ուզում եմ ձեզ ցույց տամ տրիբուններ կարծեմ տրիբունա եմ այո շնորհակալություն շնորհակալություն ուրեմն ինչ որ մեկը մոտենում ու հարցնում է քաղաքացուն Էդմոն Մարուկյանի մասին, այս որ ինք իրան առաջադրել են, ու այս մարդը պատմում է բաներ, որոնք արա
այդպես բան գոյություն չունի։ Արա, այտենց բան գոյություն չունի, ինչերա որտեղից ինչերա խոսում էս մարդը։ Իրան ես օրինակ շատ կուզեի հյուրընկալվեր մեր մոտ, նստեինք, տենց չհասկանայինք 2 ժամ ինչ խոսած գնաց։ Մի խոսքը մտնայեք, եթե չեք տեսել, շատ խնդալու է, դրանից հետո վերադառնանք, երկու կարճ թեմա էլ կունենանք եւ կանցնենք արդեն մեր հյուրերին։ Գաղազարյանը վարչապետի տեխնացուին առաջադրել Էդուն Մարուքյանին, ինչ կարծիք ունեք։ Դժվար ասել, ես օրինակ համար ասեմ մեր համազգան ունեցող Արմեն Գևորգյանին էլ էին նշանակել, մենք էլ ենք էլի Արմեն Գևորգյան։ Կարան ասեմ իրանց տենց անձան չեմ ճանաչում, ասենք անձնական էլի ինստիտուտը, որտեղ մեր օրինակ համար Արմեն Խաչատրյանը ազգային ժողովի նախագահն էր։ Իրան անձամբ ճանաչում էի, այսինքն համալսարանում սովորում էի, բայց երևի լավ կլինի, որտեղ օրինակ համար սեպտեմբերի 23-ի, հոկտեմբերի 23-ի դուր դժբախտ իրադարձությունները տեղ ունեցավ, իրար վրա ոնց որ ասած կրակեցին, դրանից հետո դե Վազգեն Սարգսյանի բարեկամը, այսինքն Տիգրան Սարգսյանը դառավ կենտրոնական բանկի նախագահ, այսինքն իրավիճակը փոխվեց էլի Ջավադյանը, որտեղ իմ ծնողներից մամայիս ազգանունն էր Ջավադյանը էր, մեր բարեկամներից էր հեռու էլի, բայց ասեմ դժվար է ասել, այն իմաստով օրինակ համար ստեղ էլ մեզ օրինակ համար HSBC բանկ էին հravirել, բայց իրանք է տարադրային փոխանակում չէին կատարում։ Այն իմաստով եմ ասում, որ օրինակ համար իրավիճակ է, որ փոփոխում է, տարբեր պաշտոնյաներ գալիս են իրար հետ հաջորդում են, բայց ասինքն կարևոր պահը որն է, որ ասինքն օրենքի մեջ մի հատ օրենք կա, չէ, ասում նա մյուսի իրավը հաջորդն է։ Բայց օրինակ համար մյուս մասում Թայլանդի դեսպանատունն է, չէ, Թայլանդի։ Օրինակ համար Ժան-Կլոդ Վան Դամը մի հատ կինոնոկար ունի, չէ, որ ասում է բոքսերի կինոնոկարն ալում, գնում է Թայլանդ, մի խոսքով չնայած դա չի վերաբերում մեր խոսակցությանը, այնտեղ փաստորեն մրցումների մասնակցելու։ Ուզում ասեմ, լումա կյանքի մեջ այնպես բան էր, որ ասինքն մի բանկը կապված չի լինում ուրիշ բանի հետ, էլի, չէ՞, դե բնական է, որ մարդը Հայաստանում ապրում կամ Թայլանդում, դրանք տարբեր բաներ են։ Բայց լինում է, որ այդպես ինչ որ անկապ բաներ են առած։ Ֆանտաստիկա է ուղղակի ինչերա խոսում, արա ոնց կարա այդքան բան տեղավորվի մի մտքի մեջ։ Ես ասում եմ, կյանքում ասում եմ, ուզես չես անում։ Մեկնաբանություններում գրում են լրիվ Էդմոն Մարուքյանն է, ու ճիշտ են ասում։ Արա, ես չգիտեմ, արա, սենց բան Ճիշտ են ասում։ Սենց բան չկա, մալադեց այդ մարդը, եթե իրան էլի դեպ ճանաչողներ կա, կանչենք թո մի քիչ, կարանք դաժե կանչենք իրան, մենք գնանք ինքը տենց պատմի, արա, սենց բաներ չկա, ինչ էր խոսած։